հարցի իրավունքը ինձ վերապահեմ, միկրոֆոնն ինձ մոտ է, բարձրախոսը։ 168 ժամ, Զարուհի Դիլանյան, պարոն Կարապետյան, նաև այս համատեքստում, սոցիալական ծրագրերի համատեքստում տնտեսական հեռանկարների մասին կուզեի խոսեիք, և 2 օր առաջ այստեղ Ադրբեջանից պատվիրակություն կար, գործարարներ են հանդիպել, դուք տեսնում եք առհասարակ հնարավորություն Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների և արդյոք սա հնարավոր այլընտրանք է փորձում մատուցվել գործարարներին Ռուսաստանի հետ գուցե փլուզվող կապերի ֆոնին տնտեսական ու առհասարակ սրա հեռանկարը երկրորդ հարցադրումս երկրորդ օրակարգային հարցի մասին Գելափը ներկայացրեց վերջին թվերը ձեր ուժը 14.1% հնարավոր հաղթանակի հնարավորություն ունի, եթե հաջորդ կիրակի լինեն ընտրություններ և առաջատարը շարունակում է մնալ ՔՊ-ն նաև վարչական ռեսուրսի ներկայացմամբ։ Ինչպես եք գնահատում այս հարցումները, օբյեկտիվ են ձեզ համար թե ոչ, ձեզ մոտ ինչ տվյալներ են, և երրորդը Հայաստանում սպասվում է եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների այց, ձեզ սովորաբար սիրում են հակադրել արևմուտքի հետ, բայց գիտեմ, որ նաև Եվրոպայի հետ դուք կապված եք եղել, ինչ-ինչ հարցերով, գործնական և այլն, պատրաստվում եք արդյոք դիմել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների կամ տարբեր ձևաչափերով պատրաստվում եք անդրադառնալ ձեր հանդեպ այս մոտեցմանը ու հետապնդմանը կարելի ասել, որովհետև տեսնում ենք, որ հատկապես ձեր ուժն է թիրախավորվում։ Շնորհակալ եմ Տիկին Դիլանյան, առաջի և երրորդ հարցերը միացնենք իրար, նախ հարևան երկրների հետ տնտեսական հարաբերությունների մասին, Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։ Ինչ ենք մենք տեսնում։ Եվրոպական միության հետ չզարգացնելով տնտեսական հարաբերությունները 8 տարվա ընթացքում մենք բնականից ունենալով աշխարհի ամենամեծ շուկաներից մեկին մուտք չենք կարողացել հնարավորություն ստեղծենք, որ ռուսական արտահանման չափ մենք գոնե Եվրոպա արտահանում ունենանք։ Ձեզ մի օրինակ բերեմ։ Արտահանումը Ֆրանսիա այս կառավարության ժամանակ վերջի 8 տարիների ընթացքում անկում է ապրել 20%-ով։ Մինչդեռ Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև արտահանումների տարբերությունը Ռուսաստանը 400 անգամ ավելի շատ է Հայաստանից ապրանք գնում Ռուսաստան, քան Ֆրանսիա։ Եթե մենք ունենալով աշխարհի ամենամեծ շուկաներից մեկը, եվրոպական շուկաներից մեկը, մեր հետ երկարաժամկետ հարաբերությունների մեջ չենք կարողացել ստեղծել տնտեսական իրավիճակ, չեն կարողացել այս իշխանությունները, հավատացեք, յուրաքանչյուր երկրի հետ հարաբերությունը տնտեսական ի վատթարացում է գնալու, քանի որ նրանք չեն կարողանում օգտագործեն, աջակցեն արտադրություններին, աջակցեն հարյուրավոր, հազարավոր արտադրությունների ստեղծումը Հայաստանում և նոր արտահանում կազմակերպել այդ երկիր։ Մեր երկիրը գնորդ պետք է չլինի, մեր երկիրը վաճառող պետք է լինի։ Սա է տնտեսական մեր մոդելի և այսօրվա մոդելի տարբերությունը։ Այսօր Հայաստանը գնորդ է, Հայաստանը երկիր է, որ վարկ է վերցնում, արտագնա աշխատողներից գումար է ստանում և գնում է ապրանք։ Հետագայում Հայաստանը դառնալու է երկիր, որը արտադրում է, վաճառում է և մեծ գումարներ է վաստակում դրանից ու կարողանում է իր ժողովրդին լավ պահել։ Երկրորդ առումը, Եվրոպայի հետ հարաբերությունների առումը, շատ կարևոր են գործով տեսնել եվրոպական ինստիտուտների հանդեպ վերաբերմունքի, իրական վերաբերմունքի, իրավացի լինելը, ճիշտ լինելը, արդար լինելը, արդյոք կանանց կալանավորելով, անմեղ մարդկանց ձերբակալելով, քահանաներ, սրբազաններ ձերբակալելով, այս իշխանությունը մի քայլ մոտեցել է եվրոպական արժեքներին, թե ոչ։ Մեր շատ գործընկերներ ասում են, որ այսպիսի խայտառակ ընտրական պրոցես, ինչ որ այսօր է տեղի ունեմ նախընտրական պրոցես Հայաստանում, իրենք չեն տեսել եվրոպական և ոչ մի երկրում։ Ինչ է դա ենթադրում։ Հայաստանի պետությունը, հայկական պետության այսօրվա առաջնորդները խոսում են ծիրուն, գործում են գեշ։ Բանի հետ, սոցհարցումները։
Սոցհարցումների հետ կապված, անգամ Գելապի հարցումներից մենք տեսնում ենք, որ հաջորդ իշխանությունը չի լինելու Փաշինյանի իշխանությունը, բայց երբ Հայաստանում մասսայական կալանավորումներ են, երբ Հայաստանում աշխատանքից ազատվում են ընդդիմադիր հայացքներով տեր մարդիկ, քիչ մարդիկ են հեռախոսով ասում, թե իրենք ընդդիմադիր հայացքներ ունեն։ Այդ իսկ պատճառով վստահ եղեք, մենք տեսնում ենք, որ լավ մասնակցության դեպքում ուժեղ կառավարության լինելու հնարավորությունը շատ մեծ է։ Շնորհակալ եմ։ Միշա Եթումյան 21 TV, պարոն Կարապետ